Ես չի հաջողվում ինձ փաստի առաջ կանգնեցնել, եղավ։ Զուր թեթեյ։ Քո ճաշակով մի բան տուր։ Ուրեմն ավելի լավ է թեյ խմես։ Համել մարզիկները առողջ ապրելակերպի սիրահար են։ Բայց դու էլ ես սառել։ Դե ոչինչ, կարևորը գործը առաջ գնա։ Ալո։ Բարի օր գեղեցկուհի ջան։ Ինչի՞ եմ արես ինձ զանգել։ Լավ Լեա ջան, գոնե դու հետս կոպիտ մի խոսա, ընտանիքով սովորություն եք դարձրել։ Ուրեմն այլևս ինձ չզանգես։ Լեա ջան, չես գտնում, որ իմ ու քո հանդիպման կարիքը կա։ Մենք իրար հետ խոսալու, քննարկելու շատ բան ունենք։ Դե եթե այդքան համարձակություն ունես իմ հետ հանդիպելու, ինչի՞ չէ։ Հանդիպենք։ Կհանդիպենք, բա ինչ կանենք։ Չկժվես ճիշտ էլ դեմքին։ Յանի որ ստեղ հենց վերջը տամ ինչ կլինի, որ մենը քեզ ասում ասել եմ։ Բարի օր տղերք։ Գովելի է, որ չեք կոտրում։ Ողա մարդամեռ է։ Սև էլ չեմ հակել, որ ասեմ մարդամեռել։ Բայց ինչից ենթադրեցիր, որ պետք է կոտրվեինք։ Ախր երեգն անմխիթար վիճակում էիր։ Այնպես տպավորությունները ոնց որ ամբողջ կյանքում խմիչք չէր տեսել։ Ինձ հազիվ եմ զսպում, որ ողնաշարած ստեղ չջարդեմ։ Հունանին հունից չես հանի տղես։ Ուղղակի աղջկաս խոստացել եմ, որ վրովդ չեմ անցնի։ Թքած ունեմ քո հունից դուրս չգալու վրա էլ, քո խոստումների վրա էլ։ Հա։ Պապ ջան, հյուրեր ընդունում ես։ Արի։ Ոայ։ Ոնց հասկանում եմ, պապին զբաղված է երևում։ Ոայ, ձեր ցավը տանեմ, ես ինչ լավանակ ընկալ եք արել։ Պապի տխուր ես։ Որ եկել ինչ տխրություն, ուղղակի… Որ իմանաս ինչ ա եղել, ավելի շատ կուրախանաս, պապ ջան։ Տնաշենի աղջիկը ենքան կաղցր ասում, պապ ջան, սիրտս պլվում է։ Այ դրա համար էլ ես արեցի են, ինչը երբեք չէի մտածի, որ կանեմ։ Ես չէի մտածի, որ ընտանիք ունենամ ու վերջապես այդ արեցի։ Ոայ կորոնամ ես, արեց, վերջապես, ուժ հավաքեց, արեց։ Ես ձեր ցավը տանեմ։ Ապրես տղա ջան, միայն Աստված գիտի, ինչքան եմ երազել այսօրվա մասին։ Հա չէ, ինձանից ձեռ էի քաշել, էլ հույս չունեիք, որ կփսակվեմ։ Այն թորները թե ինչ է, ասում եսի բիձա ա փնթանով իրանք ուզի, հենա, ուզեց։
ձեր բախտը բերել է, որ գտել եք իրար։ Չէ ոչ թե թորս է դրա համար եմ ասում, Դավիթը իրոք յուրահատուկ մարդ է։ Լավ, պապի, գովքս մի արա։ Ինչի համար։ Ինչ որ կա են եմ ասում։ Չէ, պապին ճիշտ է ասում։ Քո նման տղաները շատ քիչ են, ավելի շուտ չկան։ Ճիշտ ասում, չկան։ Ու ես վստահ եմ, համոզված եմ, որ Դավիթը շատ լավ հայր, շատ լավ ամուսին եւ հրաշալի ընկեր է լինելու քեզ համար։ Պապի, լավ, տենց չեղավ, հիմա Նարեն կնեղվի։ Իրանց կողմից մարդ չկա, որ իրան գովա։ Մենակ ինձ ես գովում, երկու բան է իր համար ասա։ Իմ աղջիկը նեղվելու պատճառ չունի։ Ու ես համոզված եմ, որ ինքը պատով է կրել Մանուշակիս մատան, ինչպես որ ժամանակին մայրը դեր կրում։ Ինչ ունես անելու այսօր, պապ։ Ինչի համար ես հարցնում։ Դե մտածում եմ միտեղ գնանք նստենք, մեզ ճոխություն թույլ տանք, էլի։ Իսկ են խելառախբերդ գիտի ես մասին։ Պապ, դե ախորս մոտ հիմա այն վիճակը չի, որ սենց լուր իրան հայտնեմ։ Այն, ախորն է խղճում։ Ես վստահ եմ ինքը սրտանց ուրախանալու է սրա համար։ Դե արի։ Լեա ջան, ցավը տանեմ։ Ապրես։ Շնորհակալ եմ, որ եկար։ Պետք չի ավո։ Վատա։ Շատ վատա, Լեա ջան։ Երբ լավ մարդ լինելով, վատ մարդու համբավ ես հետ գցում։ Դաժան։ Եթե քո մասին է խոսքը, ասեմ, որ համաձայն չեմ։ Դու են ես ինչ կաս ավո։ Մենք մի բան էլ մեղմ կարծիք ենք կազմել քո մասին։ Ցավդ էլ տանեմ, իմ խելացի Լեա, ես միշտ հիացել եմ։ Քո պահվածքով, քո մտածելակերպով։ Իրավունք ունես ցավդ տանեմ, բայց ես էլ չէ իրավունք ունեմ պաշտպանվելու։ Ես էլ ունեմ այդ բարոյական իրավունքը ինձ պաշտպանելու։ Ունես։ Բարոյական իրավունք ունես։ Բայց ոչ մի բարոյական իրավունք չունեիր ամուսնանալու այն մարդու քրոջ հետ, ով աղբորդ է սպանել։ Ոչ մեկ չգիտի իմ անցած ճանապարհը։ Թողել եմ մեկը իմ կոշիկներով ճանապարհ անցներ, իմ ցավոտ ու դաժան ճանապարհը տեսներ։ Նոր խոսար, նոր ավո մեղադրեր։ Դաժանա, իմ կյանքը դաժան է եղել, Լեա ջան։ Խաղում ես ավո։ Զոհի կերպար ես խաղում։ Չեմ խաղում, ցավը տանեմ, ես զոհ եմ։ Ինչի մենակ ես, հա, բա իմ ընտանիքը, են խեղճերս, են աղբորս բալեքը, ու մեր գերդաստանը բոլորս զոհ ենք, ցավը տանեմ, ու բոլորս զոհ ենք հենց մակունցների ձեռքում, մեր կյանքը կործանել են մակունցները։ Ես իմ ընտանիքը քարկոծելուց առաջ մի հատ քեզնից խոսի։ Լեոն ինձ պատմել է, որ դու թողել ես ընտանիքը, ծնողի, տաղբորդ երեխեքին ու 20 տարուց ավել անհետացել ես այդ մարդկանց կյանքից։ Այդ մարդիկ քո գոյության մասին ընդամենը վերջերս են իմացել։ Այդքանից հետո ո՞նց ես ասում, որ զոհ ես։ Ճիշտ ես, հա, կատես բան սխալվել եմ, բայց ես գոնե տարբերություն մյուսների իմ սխալը հասկանում եմ։ Սիրո զոհ էի դարձել, Լեա ջան, ցավը տանեմ, ոնց որ այսօր աղբորս բալն է, ոնց որ Լեոս է դարձել սիրո գերի։ Պիտի գայ ու դրան այստեղ տեսնեի։ Իսկ ինձ թվում է, որ դու միտումնավոր ես գնացել, որ տեսնես նրան ու մի լավ վրայով անցնես։
Վրայով որ անցնելուն էի, վաղուց կանցնեի։ Հազիվ ինձ զսպեցի։ Զսպեցի, որ ոնց որ ժամանակին հոր վրով անցա, տենց էլ իրա վրով չանցնեի։ Մենակ չասես։ Չհասկացար, որ եկել էր միտում նա, որ ինձ հունից հաներ։ Ապա դու էլ պետք է հունից դուրս չգայիր։ Լավ էլի Սարիկ ջան։ Հեշտ ես ասում, է։ Բարև ձեզ։ Հեն հունան մակունցին դուք եք գժվցրել։ Մենք գիտենք հակառակը ինքն է Լեոին գժվացրել։ Լեոին։ Ու քեզ այդ անասունը բան չի ասել։ Չէ, չտեսավ էլ ինձ, հեռախսով էր խոսում։ Իշկալու լավ ես ախպերես։ Բայց ոնց որ մտքերով ես, հա, ով։ Չէ, տենց։ Լավ հերիք է այսօր պարապեք։ Եկեք գնանք միտեղ նստենք։ Ես դեմ չեմ։ Ես էլ տանասունի դեմքը տեսա պարապելուց հավես է թողել։ Գիտելեք։ Արի բալես, արի դիտեսնենք մոբայլում մամայի համար ինչ սմարթֆոն կգտնենք։ Պապանա քեզ հեռախոս առնելու։ Ոյ, պապան այդքան ժամանակ ունի, որ մի հատ էլ ինձ հեռախոս առնի։ Բարև ձեզ։ Բարև Ինչ ձեզ։ կարող եմ ձեզ օգնել։ Ոյ հո, սմարթֆոն եմ ման գալիս։ Ունեք նախընտրած մոդել։ Իրականում չէ, ինչ խորհուրդ կտաք։ Խնդրեմ, համեցեք տեսնենք։ Կարող եմ առաջարկել Samsung Galaxy S26 Ultra-ն, որը Samsung ապրանքանիշի ամենահզոր մոդելներից մեկն է։ Այն համատեղում է էլեգանտ դիզայնը, արհեստական բանականության նոր հնարավորությունները, պրոֆեսիոնալ տեսախցիկները եւ բացառիկ արտադրողականությունը։ Հզոր կատարողական է, տպավորիչ էկրան է եւ S Pen-ը այն դարձնում է հրաշալի ընտրություն։ Լավ, ուրեմն դա էլ կվերցնենք։ Շատ լավ, համեցեք դրամարկղի մոտ։ Լսի, ես համար խաղալիք չեմ, է։ Ադել խելոք մնայք ալիկս ես շապրիտ մեջ պայալի։ Ափսոս, որ այդ մասին հիշում ես մենակ այն ժամանակ, երբ քեզ պետք է։ Հիմա խելոք անցի առաջ ասում եմ։ Թող։ Արա դե հերիքա լես վիտաս քեզ նորմալ պայլը։ Ես ձայնազուրկ չեմ, ընդունեք այդ։ Արա մի քիչ էլ քեզ sense պայս իրոք կդառնաս ձայնազուրկ արդեն արա։ Լսի, ամբողջ գիշեր անհետանում ես, զանգերից չես պատասխանում, հետո առավոտը հայտնվում ես ու բացատրություն տալու փոխարեն մի հատ էլ վրես մունատ ես գալիս ու կռիվ ես անում։ Արա քեզ ինչ ես երբ եմ գալի, գիշերն եմ գալի, ցերեկն եմ գալի։ Խելոք քո համար սպասիմ ինչև կգամ էլի։ Լսի, պատերազմ ես գնացել, ինչ ես արել, որ նստեմ խելոք սպասեմ։ Արսա կատամ 20 քեզ իսկականից ա։ Մի րոպե, դուրս արի Գրիշով։ Մամ թո էլի բան ենք խոսում։ Կներեք, դուք իմ տանն եք։ Ու այդ ձայներն իմ տանն են լսվում։ Ես չեմ կարող հանգիստ նստել, տեսնեմ թե իրար ոնց եք միս ուտում։ Իսկ հետաքրքրվեցիք ուր էր ամբողջ գիշեր։ Եթե քեզ շարունակես սենց պահել, տղաս մի քանի գիշեր էլ տանը չի գիշերի։ Այ ապրես մամ ջան, հազիվ ինձ հասկացար։ Իսկ դու դուրս արի արագ։ Ես հարգանք եմ պահանջում իմ անձի հանդեպ։ Ձեզ չթվա է, որ փող ունեք կարակին ստորացնեք, երբեք։ Իմ ինքնասիրությունը չի վաճառվում։ Չկաս, չես զանգում կյանք։ Կինդ խիստ է պատժել։ Լսի, այդ կինը որ հասնի այդտեղ մազերդ հատ-հատ գլխիցդ կպոկի։ Իբր ինչի համար եկանք էստեղ։ Մեր տանը չէի կարող ձեզ համար լավ սեղան գցեի։ Պապի ջան, սուրճ ենք խմում ու դուրս գանք։ Ինչի ես չէի կարող մեր տանը ձեզ համով սուրճ տալ, հա։ Ունես լավ բիսկվիտ էր թխել, մենակ տնայր։ Իբր ձեռ առնում էլի։ Պակաս կերակ։
Պապի ջան, քիչ մնաց, խոսք եմ տալիս, գալու եմ ու քեզ բոլոր հոգսերից ազատեմ։ Չհասկացա։ Դու Դավիթին կին ես գալիս, թե ինձ օգնական։ Դե հա, բայց մեկը մյուսին չի խանգարում, չէ՞։ Դե լավ, դե եկեք հասկանանք ինչ ենք վերցնում։ Մի պայմանով։ Ես եմ վճարում։ Պապի։ Ինչ։ Են աստված փող եմ ստացել։ Թողեք ինձ մի քիչ լավ զգամ, էլի հարսիս մոտ։ Պապ ջան, խնդրում եմ դու էլ թող, որ ես ինձ մի քիչ լավ զգամ, էլի, հա։ Պապի ջան, մեծ բան չի։ Թող մեր պապիի մոտ մենք էլ մեզ լավ զգանք։ Լավ, ոնց գասեք։ Ես հորդ չէի ներում։ Անդադ կռիվ էի տալիս հետը։ Չէի կարում Մարսեմ ընդունեմ են գաղափարը, որ նա իմ աղբորը սպանեց, ու աչքիս առաջ սպանեց, Լեա։ Ոնց է իր կռիվ տալի ավո։ Քրոջ հետ ամուսնանալով։ Լեա պարզա։ Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Ես ուզում էի օրինական ճանապարհով, օրենքով լիներ, օրենքով լուծվեր հորդ հարցերը։ Բայց դե հերդ միշտ աչքս էր մտցնում իրա թափով ու հարուստ ելնելը։ Ես էլ անճար տղա, սքի մեջ տղա, թևերս ջարդված, դռներ դուր ընկած, ու ինչքան դուր կավոյ դե միշտ փակ ա եղել, ցավի մեջ ապրող տղա։ Միչե որ չհանդիպեցի իմ կյանքի արևին, լույսիս, Էռնայիս։ Ու որոշեցիր հորքուրի հաշվին հարմարավետ ապրես։ Տեսա։ Այ անբախտավո մեռն ես դու, անբախտավո տերը թաղեմ, արա ես ինչ ճակատագիր ա, քո ճակատագիր ավո, սես չգնահատված եկել եմ աշխարհ, սես չգնահատված ապրել եմ, սես չգնահատված էլ սատկելու եմ, ոնց չեք հասկանում, հա, ոնց չեք հասկանում, որ սիրել եմ, նվիրվել եմ, տրվել եմ, սիրո գերի եղած ապրել եմ, ցավը տանեմ։ Հիմա ում ես ինչ խափում ավո։ Մենք բոլորս էլ տեսել ենք քո վերաբերմունքը հորքուրի հանդեպ։ Այդ ներսիս բարկությունն է եղել, լծվածությունն է եղել։ Տեսնում էի Էռնայիս, գիտակցում էի ում քուրն է, բայց աղբոր արածների համար Էռնաս պատասխան չէր տալու, բայց ես ինքնիկյան չարանում էի, ցավը տանեմ, չէի կարում այդ ամեն ինչը ես տեսնեի, չէի իմ համար դժվար է եղել, Լեա ջան։ Ես քեզ չեմ հավատում։ Ճիշտ էլ հանում ես։ Մի հավատա Լեա ջան, բայց նույն իմ բախտին արժանանալու էր իմ աղբոր բալեն։ Եթե չհրաժարվեր քեզանից, եթե քո հետ միասին փորձեր կյանքը շարունակեր, մեղքեր։ Դու գոնե պատկերացնում ես ինչ կլինի, եթե Լեոեն կիմանան այս մասին։ Չէ, Լեա ջան, չէ ցավը տան, դու տես բան չես անի, դու շատ խելացի աղջիկ ես։ Մեկը ես, ավո հոպարը միշտ հիացել ա քեզնով, քո խելքով, դու ձեր ընտանիքից միշտ տարբերվել ես։ Հալալ ա քեզ։ Դու քեզ զոհաբերելով փրկեցիր բոլորիս, ապրես։ Չէ, ավո։ Ես ոչ ոքի չեմ փրկել։ Ընդամենը այնքան ամոթ ու խայտառակ պատմություն էր, որ չէի կարա դրա մասին Լեոին ասեի։ Ճիշտ ես ամոթ։ Հազար ամոթ քո հորը։ Նա մարդ չի։ Չէ, մարդ է, բայց լավ մարդ չի, որ բոլորիս այսօրը գցեց, բոլորիս կյանքը խեղաթյուրեց ու թունավորեց։ Ես Աստծո տված մարդ եմ։ Ես թողել եմ Աստծուն հորը տարածները, հերդ մի օր կանելու է Աստծո դատաստանի առաջ։ Ճիշտ ես։ Աստծո դատաստանի առջև հայրս կկանգնի։ Բայց ոչ մենակ ավո։ Դու էլ ես հետը գնալու։ Բայց նայեք, հա, այսօր խմել չլինի։ Երեկվանից նեղվել է աչքիս։ Շատ նինեք ախպերես, այսօր շատ չենք խմի։ Չէ, Լեո։ Ապա դե չես կարա ասես, ոնց կլինի։ Լեա ջան, ցավը տանեմ, ես հələ ասելիք ունեմ։ Ձեր կենաց երեխեք ջան։ Երջանիկ լինեք։
Դուք ինքան ներդաշնակ զույգ եք։ Իրար թևուտի կոնք լինելով մեծ հաջողությունների կհասնեք։ Քո գլխավորությամբ, պապ ջան։ Եթե այդ ժամանակ դեռ ողջ լինեմ։ Դե պապի, ո՞նց ես տենց բան ասում։ Ձեզ համար շատ հանգիստ եմ, երեխեք ջան։ Շատ։ Բայց այն երկու լակոտները ինձ գերեզման քիչեցնեն։ Պապ Լեոն Լեայի անունը չի ուզում լսի դու նորից։ Ես Լեոյին ու Մանուշակին նկատի ունեմ։ Պապ ջան, դե Լեոյին ժամանակ է պետք։ Ինձ թվում է ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի։ Իսկ դե Մանուշակն էլ, ինչ ասեմ, իր ընտրությունը կատարել է։ Դրա համար էլ փոշմանել է, բայց արդեն ուշ է։ Գլխին է տալիս։ Այսինքն տեսել ես Մանուշակին։ Բողոքել է քեզ։ Չէ, ինչ բողոքել։ Ուղղակի ենթադրում եմ, էլի։ Պապի սխալ մարդու մոտ ես ենթադրություններ անում։ Ես էլ քեզ շատ լավ եմ ճանաչում։ Ասա տենամ ինչ ա եղել։ Պապի կարող է Գրիշը Մանանին նեղացրել է։ Ես որ թատրոնում էի զգացի պապին մի տեսակ էր։ Անհանգիստ էր ինչ-որ բանից։ Ու այդ հաստատ մենակ Լեոյի թեման չի, էլի։ Ուղղակի մտա գրիմանոց, տեսա նստած լաց ա լինում։ Ինչ ար այդ անասունը Մանանին, պապի։ Բան չի արել, Մանուշակնից բան չի ասել, լաց էր լինում։ Պապի, մարդիկ հենց այնպես չեն լացում։ Երջանիկ կյանքով ապրող մարդիկ չեն լացում, կամ եթե լացում են, երջանկությունից են լացում։ Իսկ ինչ չի թվում, որ Մանանը այդքան երջանիկ է։ Լավ, ես հիմա դուրս եմ գալիս, հաշիվը կփակեմ ու դուրս կգամ։ Դու պապին տուն կտանես, լավ։ Հա, կտանեմ, խնդիր չկա, բայց դուր ես գնում։ Ոչ մի տեղ էլ չի գնում։ Պապի, ինչքան էլ ուզում ենք Մանանի որոշման հետ համաձայն չլինենք, բայց իմ քուրը անտեր չի։ Ցավը տանը մի գնա դրանց մոտ։ Դրանք շատ վտանգավոր մարդիկ են։ Պապի ջան, հանգստացի էլի։ Թե ասա լեզուտ քեզ քաշի էլի։ Ես ինձ ոչ հարիր պահվածք եմ ցուցաբերում։ Հոգնել եմ իմ այս պահվածքից։ Ուզում եմ ուժերս հավաքեմ եւ պատմեմ Վովայից ճշմարտությունը։ Թող նա իմանա ովքեր են իր հարազատները, իսկ թե դրանից հետո ես իր կյանքում որտեղը կզբաղեցնեմ, թող ինքը որոշի։ Միայն թե ինձ մի փոքր ժամանակ է պետք համարձակության համար։ Ինչ հետաքրքիր հանդիպում ստացվեց։ Հələ։ Մեռնեմ ձեր կյանքին։ Հետաքրքիրը որն է ցավը տանը։ Հոպարդ գժվել է, տեղը չի գտնում, ինչ լսել եմ ձեր բաժանման մասին։ Տղերք լստեն այք։ Լրիվ իրար համար են ստեղծված։ Այստեղ ինչ ես անում։ Մտ նորմալ հոգեբույժ գտի, թող դեմն առնի, հանկարծ չխորանա։ Ու այդ ցավը տանեմ։ Ահա, պարտանում եմ։ Մեռնեմ կյանքիդ, լնայեք։ Լրիվ ես եմ։ Լրիվ իր ավո հոպարն է։ Ինչքան էլ նեղված լինի, ճնշված լինի, մեկ է, մեր հումորը միշտ պետք է տեղը լինի։ Դի գեն, ախպեր, գեն։ Ճանապարհ կտաս։ Լեո երևի առաջանանք։ Ճիշտ չի ստեղ մնալը։ Ճիշտ ասում։ Ստեղ սպասել պետք չի տղեկ ջան։ Գնացեք ներս, այսօր ավո հոպարնը ձեզ պատիվ տալու։ Սիրտերդ ինչ քաշումա պատվիրեք։ Կգամ իրար հետ էլ կնստենք։ Մեզ պետք չի դու պատիվ տաս ավո։ Խնդրեմ։ Այս տղան էլի ձևի մեջ մտավ։
Մոռացար ոնց է իր հունգուր լացում։ Ընկել է իր գիրկս ավո հոպար մի բան արա, ավո հոպար մի բան արա։ Ավո հոպար, չգնահատված ավո հոպար։ Գիտես նոր մտքովս անցավ։ Կարող ես ամեն ինչի հետևում դու ես կանգնած։ Խոսա, սիրտդ դատարկի։ Դու ինչ կասես։ Հետի լրիվ կապերը կտրել է։ Ուրեմն հիմա նայում հետս կյանքդ կապում ու ես տուն բերում։ Ինչ ամուսնացել եք, ես տունը վերածել եք շուկայի։ Ես կասեի բազարի։ Քեզ նորմալ պայի կատամ մի բան կլնես արդեն։ Եթե մամայիդ համար ես առևտրական եմ, ապա իր սիրելի տղան էլ անբարոյական է։ Ասի հիվանդը գժվել ես դու արդեն չես խոսում։ Արի ես քո, խնդրում եմ։ Քեզ հավաքի, թե չէ դուրս կթռնես այս տնից։ Մի տանջվեք, ես իմ կամքով գնում եմ ձեր տնից, մի րոպե ավել չեմ ուզում մնամ ստեղ։ Խելքը լրիվ գցել է արա։ Իսկ քեզ ինչ ա թվում, որ դու կգնաս փողոցայինների հետ կլուսացնես, հետո կգաս վրես մունատ կգաս ու մի հատ էլ պահանջներ կդնես, հա իմ առաջ։ Ինչեր ես խոսում։ Վերցրեք վերջին համարով զանգեք ու ձեզ կողջունի ձեր որդու սիրուհին։ Գրիշո ինչ է ասում։ Ուստե, ես քեզ ով է թույլ տվել իմ հեռախոսը վերցնես։ Իսկ քեզ ով է թույլ տվել ինձ դավաճանել, նվաստացնել, հետո էլ ինձ մեղավոր հանել։ Ով ես դու։ Թե քեզ թվում է հետը սենց կվարվես ու պատասխան չես ստանա։ Գրիշո ինչ որ ասում է ճիշտ է ասում։ Իհարկե ճիշտ եմ ասում։ Ասեք, թող զանգի շփվեք ձեր նոր հարսի հետ։ Ու նախքան ինձ դաստիարակելը լավ կլինի ձեր տղային դաստիարակեք, որովհետև չգիտի թե կինն ու ընտանիքը ինչ բան է։ Սպասիլ ես ու ես հետում է։ Երևի լավ չլսեցիր, հա։ Ես այս տանը մի րոպե ավել չեմ մնալու։ Ես ինձ հարգել գիտեմ։ Ինչ է եղել մանան։ Ոչ մի բան, ուղղակի դուրս եմ եկել տնից։ Իսկ ինչ ես լացում։ Ես էլ սրանց հետ մի հարկի տակ չեմ ապրելու, հերիք եղավ։ Ինչ են արել խոսը։ Ուր էիր գնում Հունանի տուն։ Ահա գնում էի, որ հասկանա ինչ է կատարվում։ Ուղղակի չեմ ուզում էլ սրանց երեսը տենա մարդ չեն դրանք այդքան բան։ Ճիշտ ասա մանան։ Տնից դուրս են հանել։ Ես իմ կամքով եմ դուրս եկել։ Այդ Գրիշոն տունն է։ Չէ։ Սուտ ես ասում։ Չէ, դա խնդրում եմ, արի գնանք, էլի մի րոպե ավել չեմ ուզում ստեղ մնամ, խնդրում եմ, արի գնանք տուն, մնացածը հետո, ինձ լավ չեմ զգում։ Գրիշն էլ տունը չի, մտնելու ես ներս Սինայի հետ խոսաս։ Խոսա Լեա։ Ավո բան հարցրի։ Կարող ես ամեն ինչը քո գծածն է։ Խեղճ ավո։ Լեո չես ամաչում, հա։ Չես ամաչում, ոնց է մտքովդ տես բան ասում։ Քեզնից ամեն ինչ սпасելի է։ Դե որ ինձանից ամեն ինչ սпасելի է, նաև լավ բան մտածի։ Օրինակ ինչի չես մտածում հոպարդ Լեային կանչելա, հասկանա թե ինչ ա եղել։ Ինչով կարամ ձեզ օգնեմ։ Դու մեզ օգնես։ Ինչի՞ չէ որ այն օրը պակաս օգնեցի, հա, այդ արդեն մոռացար։ Հոպարիդ մեքենայի մեջ առոք պարկած քեզ տուն տարա։ Հանգստացի Լեա։ Գնում եմ։ Չեմ ուզում իմ ներկայությունից ավելի լարվես։
Գնանք հետևից։ Չէ, ախպերս թող գնանք, հայլիկ, հանգստանանք, կզանգի։ Թե գնալու ենք իմ մուրը մեր վրա թափի, հապես չկա։ Լեո, Ինչ։ հուսով եմ մի օր կներես ինձ։ Մամ, մտի տունելի խոսալու բան չկա։ Ես խոսալու բան ունեմ տունալի։ Ախպեր, ես չունեմ խոսալու բան ասում եմ։ Կլինի գիտակցեք, որ այս տանդրները մեղավոր չեն ձեր արարքների համար, պետք չի ջարդել։ Ուղեղներդ աշխատացնեիք, որ հիմարություններ չանեիք։ Այդ հետաքրքիր է ինչ հիմարության մասին է խոսքը։ Չգիտեմ դա քեզ ինչերի մեջ ա մեղադրում։ Դա կարևոր չի հիմա։ Կարևոր է։ Կարևորն է նա, որ դա չգիտի ընտանիքն ինչ է, ոնց երևում է դու էլ չգիտես։ Դուք էլ նենց անգիր գիտեք էլի ընտանիքը ինչա։ Ինչ եկել այդ աղջիկը սաղորը կռիվ դավի է, իրար միս եք ուտում։ Դուք էլ պակասը չեք, լավ արի վերև։ Այ մամ ջան, թողես այդամ հանգիստ ապրեմ։ Կթողնեք ես էլ ապրեմ։ Եթե մտածում ես այսքանից հետո դրա ոտքը էս տանը լինելու է, չարաչար սխալվում ես, դրան այստեղ չբերես։ Այդ ինչի հետ չբերեմ որ։ Տղա տուն արի, բացօթյա համերգ այստեղ չենք տալու։ Ես չգիտեմ ինչերի մեջ ես ընկել, բայց ամոթ է, խելքդ գլուխը թավակի։ Արի ներս Գրիշո։ Հասակ էլի ձեր ուզածին վերջը։ Դու գնացել ես քեզ ինչերի մեջ ես գցել, մենք ենք մեղավոր։ Մամ ջան, այդ հարցերը մենակ իմ հետ է կապված, այդ ես կկարգավորեմ, բայց այդտեղ մենակ այդ չի, լիքը ուրիշ բան կա տակը։ Հետս այս տոնով չխոսած Գրիշո, հենց հիմա վերև արի։ Մամ ջան, թողես գնամ իմ գործերով վերջը, ինչ ես ուզում է։ Ձենը տուրը հասնում։ Նորից եմ ասում, ձենը տուրը հասնում, արա։ Եթե մի անգամ էլ մորդ վրա ձեն ես բարձրացրել, ոտերից տակ կգցեմ։ Մի հատ խնդրում եմ երկուսդ էլ ներս եկեք։ Ինչ եղել ինը։ Մի թող գնա։ Նորից եմ հարցնում, ինչ եղել ինը։ Մեր այս շքեղ հոգեբուժարանում ինչ պետք է լինի։ Այն մանանի հետ իրար կերան։ Ուֆ կլինի դու գաս ներս իրար հետ ներսում խոսենք։ Լավ էլի սարիկ է։ Դες լավ չի վերով է սանցի։ Դու ես ինչ մար դուրս եկար։ Կարաս գնաս գործերիդ նայես ավո աղբերական։ Ապրես, շնորհակալ եմ։
Եկա ես չգնահատված ավոն եմ։ Ահա յուրեմը ես գնամ։ Այդ աղջկան Լեային մեր հարսին կանչեմ, որ ամեն ինչ շտկեմ, բացատրեմ, ասեմ ցավը տանեմ։ Հունանին պետք չի լուրջ ընդունել, հունանի ասածները պետք չի ի գիտություն ընդունել, այդքան ասեմ որ գցեմ տեղը, դու վերջում գաս ինձ հոպարիտ, ասես ես դու ես գցել։ Կարող է գիտես ճարտարապետ եմ։ Ավո, նախ առաջինը քեզով է խնդրել Լեային կանչես, հերիք չի մի հատ էլ իմ հետ կապված ինչ-որ բաներ հետը խոսաս։ Լեո ջան, ցավը տանեմ։ Ինձ ինչ-որ բան ասել պետք չի։ Փառք ասոլա հոպարիտ ֆայմը ներում է։ Դե լսի, Հունանն էլ, իր աղջիկն էլ, ընտանիքն էլ, մնացած բոլորն էլ հետը։ Սրանից հետո իմ մասով ոչ մեկի հետ բան չխոսաս, Ավո։ Դե գնա, հորդ պես գլուխը տնկած գնա ունգի պրոբլեմների մեջ։ Երես ինչ պրոբլեմների մեջ է եղել, Ավո։